Գիշերը Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանից Կեսարին պատկանող գազալացականի տարածքում տեղի ունեցած սպանության գործով առայժմ ձերբակալված չկա, իրավապահները դեռ փնտրում են կասկածյալին։ Ազատությանը փոխանցեցին քննչական կոմիտեից։ Արտիմեդ խճուղի մեկ հասցեում գտնվող բենզալացակայանն այսօր չէր աշխատում։ Ազատության նկարահանման պահին այնտեղ որևէ աշխատակից չկար։ Սպանության դեպքի վայր դարձած լցակայանը ճանապարհի վրա է։ Մի փոքր հեռվում առանձնատներ կան, սակայն տեղի բնակիչները խոսել չցանկացան։ Տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանները, քանի որ ինչպես ասացին, քննչական գործողությունները դեռ ավարտված չեն։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության եւ ապօրինի կերպով հրազեն պահելու, կրելու հոդվածներով։ Ով կամ ովքեր են սպանության կասկածյալները, իրավապահները չեն բացահայտում։ Հայտնի է սպանվածի ինքնությունը։ Ներքին գործերի նախարարությունից Ազատությանը հայտնել են, որ գիշերը ժամը 2-ին ահազանգ են ստացել հրազենային վիրավորմամբ Էջմիածին բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու մասին։ Նախնական տվյալներով մարտի 22-ին ժամը 1:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմեդ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել։ Արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ։ Պարոնյանը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։ Հետքի տվյալներով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա Ճապ Մականունով տղամարդը։ Հետքի աղբյուրի փոխանցմամբ սպանված Արթուր Պարոնյանը մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խորը հետքեր է թողել։ Ինչի շուրջ են վիճել Արամայիս Միրզոյանն ու սպանվածը, կապ ունի արդյոք Ճապ Մականբամբ տղամարդը ԿՊԱ-ական քաղաքապետի ընտանիքի հետ։ Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց, նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ Այն, որ Արտիմեդ խճուղի մեկ հասցեում գտնվող գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի քաղաքապետի Կեսրայրին, Ազատությունը պարզել էր դեռ փետրվարին։ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել Կեսրայրի անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար։